թե ինչ մենք կրկին եկել ենք ընդմիջելու ձեր դեկտեմբերի 31-յան նախատոնական եռուզերը, իսկ այս պահին առաջարկում եմ մնալ էկրաններին, որովհետև շատ օգտակար զրույց ենք ունենալու, մեր տաղավարում է սրտաբան, առաջին հիվանդանոցի անհետաձգելի սրտաբանական ծառայության ղեկավար Արամ Տերտերյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ եւ ողջունում եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Պատմեք, խնդրեմ, ինչպես է սկսվել ձեր դեկտեմբերի 31-ի առավոտը եւ ինչպես է անցնում։ Շնորհակալություն հրավերի համար, մեծ պատիվ է հայտնվել ձեր մոտ նման շատ կարևոր օր։ 31-ը սովորական մեր մասնագիտության մարդկանց համար կարելի ասել առանձնապես ոչինչով չի տարբերվում, բացի այնից, որ շտապ գուցե անհետաձգելի է, իսկապես զանգեր լինեն։ Զանգեր չէ, ավելի շատ այդ ժամանակ լինում է ստեղում, որտեղ խնդիրներն են առաջանում եւ փորձում ես օգտակար լինել այդ խնդիրների լուծման գործընթացին։ Բոլոր առավոտները մեր մոտ նույնն են, դա կլինի աշխատանքային, թե ոչ աշխատանքային օրեր։ Տարվա ավարտը իր մեջ պարունակում է մի խորհուրդ, որ միշտ ակնկալում եք, որ այն խնդիրները, որ եղան, բարդությունները, որ եղան նախորդ տարվա ընթացքում, նոր տարվա ընթացքում, հավանական է կարող են չկրկնվել եւ կյանքը կփոխվի դեպի ավելի լավը։ Ես հատկապես գիտեմ, որ ձեր ոչ միայն դեկտեմբերի 31-յան, այլև բոլոր առավոտները սկսվում են նույն կերպ, դուք առավոտյան ժամը 6-ին արդեն 30 տարուց ավելի վազում եք։ Ես կցանկանամ իմանալ, թե ինչով է պայմանավորված այս հետաքրքիր արարողակարգը, ինչ խորհուրդ ունի այն։ Խորհուրդ առանձնապես մեծ խորհուրդ չկա։ Փորձում ես մի քիչ ավելի երկար ժամանակ պահպանել ակտիվ կենսակերպը, ակնկալելով, որ դա հնարավորություն կտա մի քիչ ավելի երկար պետք գալ մասնագիտության հարցում, կյանքի հարցում, այսպես ասած, տոնուսի մեջ մնալու համար։ Դա հատկապես կարևոր է առողջ սիրտ ունենալու համար, կարծում եմ։ Ոչ միայն սիրտ։ Մյուս բոլոր օրգան համակարգերի համար ակտիվ կենսակերպը միշտ լավ է, իհարկե։ Քանի որ դուք մասնագիտությամբ սրտաբան եք, ես հատկապես ուզում եմ իմանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի մեր առօրյայում կարողանանք իսկապես չվնասել մեր սրտի աշխատանքին եւ ավելի առողջ պահենք այն։ Նորություն չկա այդ հասցում ասելու, կրկնում ենք միշտ, որ կենսակերպը շատ կարևոր է, սկսած առօրյա կյանքից, հնարավորինս էմոցիոնալ, վատ էմոցիոնալ իրավիճակներից խուսափելը, սննդակարգը, աշխատանքից հաճույք ստանալը, ընդհանրապես օրվա ընթացքում ինչքան դրական էմոցիաներ լինեն, այնքան ավելի հավանականությունը խնդիրներ ունենալու կտրուկ նվազում է։ Դա կլինի առօրյայում, դա կլինի աշխատանքի տեղը, էական չի։ Եվ չի կարելիների շարքում առաջինը անհանգստանալ, ստրեսի մեջ ընկնել։ Դե ապրելուց հնարավոր չի ստրեսի մեջ չընկնել։ Դրա համար խորհուրդ է տրվում մի քիչ պատրաստ լինել ստրեսներին դիմակայելու եւ ամեն անգամ տարեմուտին միշտ ակնկալում ես, որ հաջորդ տարվա մեջ այն ինչ որ տեղի ունեցավ տհաճությունները, ստրեսները, վատ իրավիճակները ավելի քիչ կլինեն եւ ավելի շատ կլինեն հաճելի պահերը։ Այս տարիների ընթացքում ինչպես է փոխվել կյանքը, կենսակերպը եւ այն ինչպես է ազդել մարդու առողջության սրտի աշխատանքի վրա, ձեր բժշկական ուսումնասիրություններն ինչ եզրահանգում են արել։ Ամբողջ աշխարհում դա մենակ Հայաստանում չի, տարիների վերջին հատկապես 10-20 տարիների ընթացքում կյանքի ռիթմը շատ արագացել է, նույնիսկ անգամներով կարելի ասել, ոչ թե գումարելիներով։ Եվ մարդկային օրգանիզմը ինձ թվում է տարիների, դարերի ընթացքում ադապտացիան, որ հարմարվել է կենսակերպին, մի քիչ չի հասցնում հետևից հասնել, որովհետև կյանքը շատ արագ է փոխվում, շատ մեծանում է արագությունը, իրավիճակների փոփոխությունները եւ սայթաքելու հավանականությունը մարդու մոտ շատ ավելի մեծանում է առայժմ։ Ես առաջարկում եմ մի փոքր արդեն անցում կատարենք տոնական ամանորյա թեմաներին, որպեսզի իհարկե նաև ուրախ տրամադրությունը կարողանանք փոխանցել մեր հեռուստադիտողին, դուք որպես բժիշկ ինչ ամանորյա սովորություն ունեք, կամ գուցե կապ չունենա բժշկության հետ, որ տարիների վեր պահպանում եք եւ յուրաքանչյուր ամանորին փորձում եք դա իսկապես կատարել։ Ամանորը միշտ
պետք է փորձել անցկացնել հին սովորությունը, չէ՞ ոնց անցկացնում նոր տարվա գիշերը, մոտ կես գործում նոր տարվա մեջ, այդպես էլ ակնկալում ես, որ կանցնի տարին եւ միշտ փորձում ես համենայն դեպս տրամադրությունը բարձր պահել եւ հին գեղեցիկ սովորություն կար տարվա մեջ տեղի ունեցած տհաճությունները փորձում ես հարթել։ Այսինքն այն ինչ որ մնացել էր հետևից այդ վատ հետ պետք չի թողնել։ Վիճած մարդկանց հետ պետք է հարթել խնդիրները, այո, եւ ավելի ժպտադեմ անցնել դեպի առաջ, ակնկալելով, որ ավելի լավ է լինելու։ Մարդու բնության մեջ այդպես դրված է, որ ակնկալիքները միշտ դեպի դրականն են տանում։ Ես ամենայն դեպս հույս ունեմ, որ այդպես է լինելու է։ Իսկ ունեք ամանորյա սիրելի ուտեստ, որը հատկապես առողջարար է սրտի համար։ Ցավոք ամանորյան ուտեստները առանձնապես ոչ մեկը չի փայլում առողջ սնունդ կոչվելու, որովհետև որպես կանոն ամանորյա սեղանը մենք միշտ պատկերացնում ենք մսամաթերքներով, այսպես յուղոտ հաճելի համ ունեցող սննդամթերքներով լիքը, հնարավորինս պետք է փորձել յուղոտ բաներից հեռու մնալ, կենթանական ճարպամթերքների մասին է խոսքը, ավելի շեշտը դնել աղցանների վրա եւ իհարկե անպայման ալկոհոլը քիչ քանակությամբ օգտագործել։ Իսկ ձեր սիրելի ուտեստը ամանորյա։ Ամանորյա օրիգինալ չեմ լինի, նոր տոլման է մեր։ Որը պակաս օգտակար չէ կարծում եմ, եթե պակաս յուղոտ է։ Այո, եթե յուղոտ չի, շատ օգտակար է, այո։ Հատկապես եթե դա պահքի տոլման է, որի մեջ միշտ չկա ընդհանրապես։ Իհարկե ես այդ նկատի չունեի, ես նախատեսում էի, որ կարելի է նոր տարուն արդեն խախտումներ անել եւ միս ուտել։ Ես ուզում էի հարցնել նախատոնական ձեր կարևոր խորհուրդը, որպեսզի առողջ սկսենք տարին եւ լավ անցկացնենք տոները, բայց դուք ձեր խոսքում իհարկե բազմաթիվ արդեն խորհուրդներ հնչեցրեցիք, եթե կարող ենք քիչ ուտել, այո, կարևոր խորհուրդները առանձնացնենք։ Քիչ ուտել եւ քիչ ալկոհոլ օգտագործել։ Եվ մյուս խորհուրդը ալկոհոլի տեսակները չխառնել իրար, որովհետեւ խմելու հավանականությունը ալկոհոլի օգտագործման շատ մեծ է, նոր տարին առանց դրա դժվար է պատկերացնել, բարդ է, խուսափելը հնարավոր չէ, ամեն դեպքում եթե սկսում ես մի խմիչքով ցանկալի է շարունակել նույն տեսակը շարունակել, օղի, կոնյակ, գինի։ Ամանորից դեռ խոսենք, հետաքրքիր է մանկությունից եկած ինչ հիշողություն ունեք, որ վառ եք պահում ամանորյա։ Մանկական փոքր տարիներից Նոր տարվա ամենալավ հիշողություններն այն, որ առավոտ երբ զարթնում էր, սեղանը էլի լիքն է ուտելիքներով եւ երեխաներին հետաքրքրող կոնֆետները, աղանդերը եւ այլն այդ բոլորը սեղան դրված է, պետք չէր սպասել, որ պետք է դնեն սեղանին, կարող է երբ ուզեիր վերցնել ուտել։ Ամենավառ տպավորությունը հին նոր տարիների նկատմամբ հիմա մի քիչ ավելի արագ է տեղի ունենում սեղանից տանելը, սեղանին բերելը, իսկ առաջ ամենայն դեպս ես այդպես եմ հիշում։ Զարթնում ենք սեղան արդեն։ Հետաքրքիր է, որ միշտ բոլորս այդ հին ամանորյա սովորություններն ենք հիշում եւ կարոտով այդ ամենին վերաբերում եւ այս ներկա արդեն ժամանակներում, ինչպես ենք տոնում ամանորը, քչերին է դա գրավում։ Երիտասարդների մոտ այդ ասոցիացիաները չկան, որովհետեւ այս սերունդը դա երևի կրկին, այո, նրանից է որ կյանքի ռիթմն է արագացել։ Եվ երկար ապրելուց է գալիս այդ դա, որովհետեւ Եթե հասցնում ես հին բաները հիշել, նշանակում է բավականին մեծ տարիք ունես արդեն։ Հիշողություններն են լրացնում պակասը։ Եվ նոր սերունդ ավելի հետաքրքիր բաներ կգտնի իր համար կապված ամանորի հետ, այդ թվում նաև սննդակարգի։ Շնորհակալ եմ պարոն Տերտերյան, ես ունեմ իհարկե ձեզ համար դեռ պատրաստած բլից հարցեր, որոնց պետք է կարճ պատասխանեք։ Ձեր կյանքի ամենաանհարմար ամանորյա պահը որն է եղել։ Էլի կապված է մասնագիտական բնույթի խնդիր էր դա, երբ որ ես երիտասարդ էի, սրտային վերակենդանացում բոքսում աշխատելուց, միշտ երիտասարդներին են թողնում նոր տարվա գիշերը եւ որպես կանոն դա այն մութ եւ ցուրտ տարիներն են 90-ականները նոր տարվա գիշերը դե բոլորի հետ երբ որ արդեն հիվանդները քիչ թե շատ արդեն կայունացել էին սեղանը դրեցինք
Արդեն ժամը 12-ից մի քանի վայրկյան է պակաս եւ ծանր հիվանդ բերեցին սրտի կանգով, այդ սեղանը դրեցինք մենք վարշակները եւ զբաղվել ենք մեր այսպես ասած փրկարարական գործունեությամբ։ Բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց շատ լավ հիվանդի համար, այդ հիվանդը երկար տարիներ մեծ ասակ մարդ էր։ Մոտ 20-25 տարի այդ սուտ չասեմ ապրեց եւ այդ օրը ինքն էլ էր հիշում, մենք էլ ենք այդ օրը հիշում։ Սա ամենա այսպես նոր տարվա հայշարժան օրեր շատ են եղել, ամենա այսպես վատ սկիզբ եւ լավ ավարտ ունեցող նոր տարիներ կարելի էր մեզ հետ ասել այդ մասին։ Նոր տարվա գիշերը շամպայն թե թեյ։ Սկզբում շամպայն, հետո լուսադիմին թեյ։ Երբ արդեն շատ գինով ցած ենք լինում, թեյ։ Պարտադիր չի, մարսողական նպատակներով։ Որ ժամին եք արթնանում հունվարի 1-ին։ Սովորություն է, անկախ որ օրն է, ժամը 6-ից 15 պակաս, այսպես ասած։ Եվ ունեք արդյոք ամանորյա սիրելի երգ։ Ամանորյա։ Հեղինակը չեմ հիշում, դա իմ թերությունն է, թող էս նոր տարին բերի հայի համար ավելի, այդպես երգ կա մի հատ այդ եմ սիրում։ Ուղղակի երկելը մոտ լավ չի ստացվում։ Դա նաև ուղերձ է, հա, հայ ժողովրդին։ Երնեք թե այս նոր տարին, այո, շնորհակալություն հուշելու համար։ Շնորհակալ եմ շատ պարոն Տերտերյան հետաքրքիր բովանդակալից զրույցի համար։ Ես ձեզ մաղթում եմ, որպեսզի այս գալիք տարում իհարկե քիչ լինեն անհետաձգելի զանգերն ու աշխատանքները, որպեսզի բոլորի սրտերը միշտ լինեն առողջ եւ երջանկությամբ լի։ Եվ նաև իհարկե լսենք ձեր ամանորյա մաղթանքը։ Օրիգինալ չեմ լինի, ես որպես բժիշկ իհարկե կակնկալեի մյուս տարին, որ հիվանդները քիչ լինեն եւ շատ բժիշկին դիմելու առիթները թող լինեն միայն ծննդատուն գնալու թեմաներ, այսինքն նոր կյանքի ակնկալիքը եւ թող երջանկությունը թևածի Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Ակնկալիքները մեծ են ամեն դեպքում։ Շնորհակալություն հնարավորության համար։ Ես կրկին պետք է խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը, իսկ ես այսքանով հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Շնորհակալ եմ 2025 թվականի հանգստյան առավոտները մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ ենք մեր գլխավոր գործընկերոջը Արփինետին, մեր բոլոր եթերներն ապահովելու համար, իսկ 2026-ին բոլորիս մաղթում եմ, որպեսզի լինենք առողջ, երջանիկ, ինքնաբավ եւ իհարկե հաճելի պահեր շատ ունենանք։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Աննա Կոստանյանը, մինչ հանդիպում։